Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է մեր եթերը եւ տեղափոխվում ենք հայկական սերիալների աշխարհ, քանի որ ունենք հրաշալի հյուր, ով թատրոնի եւ կինոյի դերասանուհի է եւ իր մասնակցությամբ ստեղծել է շատ հիշվող կերպարներ։ Այո, Լիլիթ Ավդալյանն է մեր հյուրը, բարի լույս Լիլիթ։ Բարի լույս։ Բարև ձեզ, հրաշալի ձեր տաղավարումը, ընտիր։ Շատ լավ, ընդհանրապես շաբաթ կիրակիները տանն ես լինում, թե չէ։ Վայ, այնքան խառն եմ գրաֆիկը ընդհանրապես, ես ոնց իմ օրը չի հերիքում, չեմ կարող ասել, կիրակի օրերը ֆիքսված դասի եմ, դասավանդում եմ, չէ տանը շատ քիչ եմ լինում, ինչի համար շատ նեղվում եմ, ու երբ որ օր ա լինում օրինակ, որ այնպես է ստացվել, որ տանն եմ, աշխատում եմ ընդհանրապես դուրս չգամ, տենց եմ, որ սենց տան սենց տնային բոմժիկ կերպարով եմ, որ սենց տաքուկ պիժամկայով, մանավանդ ձմռան միջև վերջել տենց մնում։ Կամ ինչ-որ բանով զբաղվում ես, թե չէ։ Չէ։ Ժամանակ չունեմ։ Շատ լավ, գնանք սերիալների իրականություն, որովհետև մեր հեռուստադիտողներին հատկապես սերիալներն են շատ հետաքրքրում։ Դուք տարբեր կերպարներ եք խաղացել։ Հիմա գանք ամենահոգեհարազատից մինչև ամենավերջինը։ Հիմա ինչ կերպար կա, վերջինը որն էր կամ ընթացքում է։ Ուրեմն այս պահին ճիշտ ասած սերիալային առումով ակտիվ գործունեության մեջ չեմ, ստոպ է ու դա նորմալ է բոլոր դերասանների կյանքում էլ մի հատ տենց էտապ է գալիս, որ այդ պահին ստոպ է։ Սկսվել է իմ սերիալային կարիերան 2013 թվականից քաղաքում սերիալում, բանակումի ոնց որ տեսարաններ նորից փորձեցին հետ բերել ու Մինաս Սերկերպարյանը, բոլորը իրան շատ սիրում էին, իր ընկերուհի էի խաղում ու շատ սիրվեց, շատ սիրվեց մեր զույգը, մեր իմ կերպարը, ինքը տենց որ անհասկանալի շպիոն, տենց զինվորի շորերով, մի խոսքով, բայց այն ժամանակ չկար այս թափը տարածման, այս ամեն ինչը ինտերնետը տենց զարգացած չէր եւ այլն, ինքը մարեց կամած, այսինքն այդ պոպուլյարությունը չստացավ, չբերեց, բայց սիրում էին, ես տեսնում էի, որ սիրված է կերպարը, դրանից հետո տարբեր պրոյեկտներում մտել դուրս եմ եկել ոչ շատ մեծ կերպարներով, հիմնականում կայարանում եմ ունեցել կերպար մոր խոստումը, այդպիսի մի սերիալ կար, մի խոսքով, սենց պարբերաբար եղել եմ, անգամ փողոցում որ տեսնում էին, ասում էին, վայ այն աղջիկն է, ու իրանք անգամ չէին մտաբերում որտեղից, դրանից հետո եղավ երկուսով հեռուստասերիալը, էլի շատ սենց համով հիշվող կերպար էր, շատ էի սիրում Մայայի կերպարը, բայց ամենամեծ ճանաչելիությունը բերեց բնականաբար վերջին զանգը Յանայի կերպարը, իմ Յանեչկան, դեկտեմբերին ենք վերջացրել սերիալը, շատ եմ կարոտում իմ կերպարը, որովհետև ինքը լրիվ ես էի, իմ մասին էր Յանան, ամեն ինչով էր ինձ նման ու ես ոնց որ sense ձուլվել էի այդ մեկ տարվա ընթացքում իր հետ ու հիմա շատ եմ կարոտում անկեղծ իրան շատ եմ կարոտում իսկ այդ ընթացքում ամբողջ ընթացքում ավելի շատ փորձել եմ գեղարվեստական ֆիլմերով հանդես գալ ինչից շատ հպարտ եմ Իսկ կերպարները ո՞նց եք ընտրում կարդում եք սցենարը պետք է հոգեհարազատ լինի պետք է մարտահրավերային լինի որ հետաքրքիր է սենց կերպարով հանդես գալ ինչ սկզբունքով եք ընտրում Իրական որպես դերասանուհի դա բնականաբար հետաքրքիր է խաղալ խաղարկային կերպարներ ու բախտս բերելա որ հիմնականում կերպարներս ինչ էլ որ եղել է մանավանդ սերիալային ինքը հենց այդ տիպի կերպարներ են այսինքն նու բնականաբար ելնելով կազմվածքիցս ունենք այդ կարծրատիպը, բայց ես դրանից չեմ նեղում, այսինքն հիմնական տենց աղջիկա, ով ունի քաշի խնդիր ու իրան ինչ որ բոլորը ծաղրում են կամ ինչ-որ վատ բաներ են ասում, բայց ինքը սիրում է իրան այնպիսին ինչպիսին կա, իրական ես էլ եմ այդպես, որովհետև ես երբեք չեմ տեղավորվում քառակուսիների մեջ, որովհետև ով ասել, որ մարդ սենց պիտի լինի, դա ոչ ոք չի որոշում ու ես այո այնպես չի անկեղծ եմ ասում այնպես չի որ կոմպլեքսներ չեմ ունեցել կամ չունեմ պահիտակ լինում է օրինակ ինչ որ շորիկ որ շատ կուզեի հագնել ու հասկանում եմ որ չէ դա իմը չի հասանց պահեր լինում է այս պահին գնում եմ ինչ որ ապարատային պրոցեդուրաների մարմնի կորեկցիա այսինքն նենց չի որ չեմ զբաղվում բայց այնպես էլ չի որ դա տենց ինչ որ լուրջ խնդիր է ինձ համար ու ես լրիվ օքեյ եմ որ ֆիլմերում սերիալներում այդ մասին խոսվում է որովհետև ես հասկանում եմ, որ լիքը աղջիկներ կան, մանավանդ դեռահաս տարիքի ու հիմնական աուդիտորիան իրենք են, որ ունեն այդ խնդիրը ու միշտ պետք է իրանց ասել, որ դու եղիր այնպիսին ինչպիսին կաս, առաջին հերթին սիրի քեզ նենց ոնց որ կաս, մնացածը ուղղելի հարցեր է ու կարևոր է, որ ինքդ քեզ ընդունես ու սիրես այդպիսին։ Դուք միասին չեք խաղացել? Խաղացել ենք։ Ուղղակի մեր ֆիլմը դեռ չկա։ 4 տարի առաջ թե 3
երևի տարի թե առաջ նկարահանվեց բայց հետաքրքիր սերիալ էր ֆորմատով, ուղղակի չգիտենք ինչ տեխնիկական պատճառներ։ Հուսանք Լուսինեն, որ հյուրընկալենք մեր մոտ, խոսենք։ Հուսանք, որ կլինի, որովհետև այդտեղի կերպարս էր լավ, ինքը տենց բարի քուրիկներ գլխավոր բավականին հետաքրքիր կազմ էր հավաքել։ Շատ լավն էր դերասանական կազմը, ափսոս։ Լիլիթ, նշեցիր այ խնդիր, որը ունեն այսօր դեռահասները եւ դու չես փակվում եւ բարձրաձայնում ես քո կերպարներով այդ մասին։ Ընդհանրապես, որպես Լիլիթ դերասանուհի, սերիալների ընթացքում ինչ խնդիրների ես հանդիպում։ Իրականում տենց խնդիրների չեմ հանդիպում։ Հարմարվող է շատ։ Շատ հարմարվող եմ, շատ երևի կփաստես։ Չափից դուրս անգամ երբեմն այդ անցնում եմ սահմանը։ Հարմար եմ ես որպես դերասանուհի կարծում եմ, ինձ հետ աշխատած մարդիկ կհավաստան, բայց ես կոնֆլիկտային չեմ, ընդհանրապես լիքը բան կարող եմ, որ անգամ ինձ դուրս չգա, բայց ես օքեյ լինեմ, ձայն չհանամ, որովհետև ես հասկանում եմ ամբողջ սյոմկայի process, այսինքն այդ դժվարությունները ու նենց չի որ բոլորն էլ ներվի վրա են։ Ես այդ հասկանում եմ ու վերջերս նկարահանման էինք ֆիլմի իմիջիայլոց մայիսի 26-ին ունենք պրեմիերա կինո Մոսկվայում ֆիլմը կոչվում է Խոսրովի սիրտը ու նկարահանումները եղել է Խոսրովի անտառում շատ դաժան պայմաններում ինձ ասի շատ ուրախ չէ շատ դաժան պայմաններում ենք նկարել ու պահի տակ որ մեկ էլ տենց կես ժամը մեկի մոտ ցրիվ էր լինում լուրջ շատ դաժան էր ցուրտ չգիտեմ անտառի պայմաններում այդ կենթանիների վտանգի տակ որովհետև մեզ ուղեկցող մարդը ասաց որ սա իրենց հսկվող տարածքն է այնպես որ եթե ինչ-որ մեկը հենց հիմա հարցակվի ձեզ վրա մենք ոչինչ չենք կարող անել այո դուք եք ուրիշի տարածքում գիտեմ ոնց էր մեր ռեժիսորը թույլատրություն ձեռք բերել որ մենք այնտեղ նկարենք բայց ամեն դեպքում ինքը թեթև ժանրի տենց դեռահասների տարիքի ավելի շուտ ֆիլմ է որովհետև մի քիչ սարսափի էլեմենտներով պատմողական կերպար ունենք մեջը Խոսրով թագավորը տենց կամիդինի ու 5 երիտասարդներ ընկնում են Խոսրովի անտառ, մոլորվում են, խոսքով շատ չբացան փակագծերը։ Իրականում մենք էլ չգիտենք դեռ ինչ է ստացվել, որովհետև այդ պայմաններում որ նկարվել ենք, բայց այդ դրանից եկա ես հարմարվում էի, այն որ պահի տակ sense ամեն մեկի մոտ մի հատ sense սկանդալ էր, ես որ դե լավ ֆիլմը ոչինչ, ուղղակի արդյունքը դեռ չգիտենք ոնց է լինելու, մենք էլ վերնամասպասում ենք։ Շուտով մայիսի 26-ին հակիմանանք, բայց հույս ունեմ, կարծում եմ, որ լավն է լինելու, համենայն դեպս դեռահասները հաստատ կհավանեն, որովհետև ինքը մեր ռեժիսորը միշտ ասում է, որ Թիմ Բյորտոնին է ինքը շատ սիրում, կարծում եմ, որ մի քիչ ոճը նման է, այսինքն մի քիչ ուժաստիկ, մի քիչ կամեդին, ինչ-որ ասա, Հայաստանում բնականաբար չի կարող Թիմ Բյորտոնի որակը լինել, բայց ժանրային մի փոքր կա նմանություն։ Եվ հետաքրքիր է, քանի որ շատ դրական մարդ եք ու ամենադժվար պահերի մասին այնքան ուրախ եւ սենց վառ պատմում եք, մենք մտածում ենք լավ բանի մասին եք հիմա պատմելու եւ դժվարություններ։ Իրականում այս ֆիլմը կապ չունի իր դժվարությունները եւ ամեն ինչ սենց մի կողմ դրած այս պրոյեկտը այդ մի քանի օրը 5 օր այդ դաժան պայմաններում մրսած սոված ծառավ, չգիտեմ, վտանգի տակ ինձ տվել է MPC ընկերներ ամբողջ կյանքի համար, որ ես ուղղակի գժվում եմ իրանց համար, իրանք ինձ համար, որ սենց, չգիտեմ, կարծում եմ միշտ տենց է, որ ինչ-որ դժվար բանում ես լինում, սենց դառնում է սպայկա ու մենք իրոք դարձանք այդ սպայկան ու, չգիտեմ, ես հպարտանում եմ իրանցով, գժվում եմ իրանց համար ու շնորհակալ եմ այս ֆիլմին, դաժե եթե չգիտեմ, ինչ-որ առաջ չընկնեմ իրադարձություններից, կապ չունի ոնց կլինի արդյունքը ֆիլմի, ես ունեմ այս մարդկանց արդեն իմ կյանքում, ինչից շնորհակալ եմ շատ։ Եվ հիմա հարցը, այդ դժվար պահերին եղել է ձեզ մոտ բարդ իրավիճակ, որը նյարդային ձևով արտահայտվել է, թե դուք էլի տենց ուրախ տանում եք այդ դժվարությունները նկարահանման հրապարակում։ Դե չէ, իհարկե պահի տակ ես ինչքան էլ հարմարվող եմ, բայց ամր sense սուս կմնամ, եկեմ մի պահ կխոսեմ ու իրականում չէ, խոսում եմ, բայց իրականում հետո են գոռում։ Չէ, չեմ գոռում։ Իրական խոսում եմ, բայց հիմնականում միշտ լինում եմ վատամարդ այդ դեպքերում, եթե հասնում է բանը դրան, որովհետև չեմ խոսում ինձ համար, ես միշտ խոսում եմ բոլորի համար, ասում եմ, բայց ախր իրանք
ինչի ասենց պայմաններ, այսքան մարդ է եկել ու իրանք ոնց որ նեղվում են, իմ համար չէ, որտեվ ես հարմարվող եմ լրիվ։ Բանակումի ժամանակ, քաղաքումի ժամանակ մի հատ տեսարան ունեինք, մեզ տարան անտառ ու սցենարը տեղում էինք ստանում։ Առավոտյան ամբողջ գիշեր անձրև է եկել, նոյեմբեր ամիսն է, մեզ տարել են անտառ ու տեքստով գրածա, որ Անին իմ կերպարը ինքը զինվոր էր գրածա Պապլաստունսկի հատածա կոչվում, այն որ այդպես գնում է անտառի մեջով, չգիտեմ ինչ, այն որ սենց ու ոչ մեկ չկա, բոլոր տղաներ են, ես մենակ աղջիկ մեջները ու տենց ինչ որ մի խոսքով շատ դաժան այնտեղ ընկա ամբողջ սենց ոդքիս վրա, մի խոսքով ոնց որ պատերազմից հենց նոր եկած լինեի, բայց մի հատ չեմ տրտնջացել, որովհետև ես հասկանում եմ, որ այս մասնագիտությունը եթե ընտրել ես, պիտի օքեյ լինես ամեն ինչին, այսինքն տենց դժվարություն, ոչ ամեն ինչին, բայց դժվարություններին պետքա չներվես։ Կարծում եմ CV-ում պետք է ավելացնեք նկարահանվել եմ անտառներում։ Հա։ Ձեր կենսագրությունը բայց շատ է։ Ուրեմն անտառային փորձ։ Հա։ Շատ լավ։ Քեզ շնորհակալություն Լիլիթ, որովհետև սա հետաքրքիր է, հա, մենք միշտ տեսնում ենք մեր սերի կերպարներին ֆիլմում, սերիալում, բայց հետո արդեն նրանք դրա մասին խոսում են կողքից եւ կարծում եմ, որ բավականին հետաքրքիր է զա կուլիսը մի աշխատանքը նաեւ։ Միշտ։ Այնպես որ ուզում եմ, որպեսզի այդ պահերը քո կյանքում շատ լինեն եւ այդ պահերը ֆիքսես իհարկե Վեդիալկոյի կողմից առաջարկվող զանգում, որը սպիտակ գինին է, որը կհամոզված եմ, որ յուրաքանչյուր կնոջ համար ամենահետաքրքիր պահերը ֆիքսվում են հենց սպիտակ գինու շնորհիվ։ Սա քեզ Վեդիալկոյի կողմից լավագույն պահերը ֆիքսելու համար եւ շնորհակալություն քեզ, որ այս կիրակին մեզ հետ անցկացրել։ Ես եմ դե շնորհակալ, որ ինձ հրավիրեցիք, չնայած նրան, որ այս պահին ակտիվ գործունեության մեջ չեմ, բայց շնորհակալ եմ, որ չեք մոռանում, որ ասենք հետաքրքիր հավես զրույց ունեցանք։ Շնորհակալ ենք, որ շաբաթ կիրակին անցկացնում ենք մեզ հետ, նաև մեր հեռուստադիտողներին ենք շնորհակալ, որ ընտրում եք մեզ հանգստյան օրերին, դե հիմա փոքրիկ դադար։ Բայց հետո վերադառնանք ու շարունակենք մեր առավոտը։